Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 2։ Աղե բարեկամացիր նրա հետ և խաղաղություն արա, դրանով բարիք կգա քեզ մոտ։ Հոբ 22-21 խոսք։ Երբ Տերը համոզեց և խոնարհեց Հոբին, և նրան բերեց ճշմարիտ ապաշխարության, ընդունեց նրան, մխիթարեց և պատվով պսակեց։ Սատանան ձեռնարկել էր ապացուցել, թե Հոբը կեղծավոր է, և նրա 3 ընկերներն էլ դատապարտել էին նրան որպես ամբարիշտ մարդու։ Բայց եթե Աստված ասում է՝ լավ արեցիր բարի և հավատարիմ ծառա, ապա ոչինչ է, թե ինչ այլ բան կասեն մարդիկ։ Հոբի ընկերները անիրավություն գործեցին Աստծո առաջ, բարօրությունը համարելով ճշմարիտ եկեղեցու անսխալ նշան, իսկ նեղությունն ու տառապանքը Աստծո բարկության անվիճելի ապացույց։ Հոբը իր ընկերներից առավել իրերը հանձնում էր ապագա դատաստանին և գալիք վիճակին, ուստի նա Աստծո մասին խոսեց այն, ինչ որ ճիշտ էր, առավել քան նրա ընկերները խոսեցին։ Եվ ինչպես Հոբը աղոթեց ու զոհ մատուցեց նրանց համար, ովքեր ուղիղ չէին խոսել Աստծո մասին, այնպես էլ Քրիստոսն աղոթեց իրեն հալածողների համար և միշտ կենդանի է, որ բարեխոսի հանցավորների համար։ Հոբի ընկերները բարի մարդիկ էին և պատկանում էին Աստծուն, և նա չէր թողնի, որ նրանք իրենց մոլորության մեջ մնային ավելին, քան Հոբը։ Այսպիսով, խոնարհեցնելով Հոբին մրկից հնչած խոսքերով, նա այլ ճանապարհ ընտրեց նրա ընկերներին խոնարհեցնելու համար։ Նրանք, ովքեր տարբերվում են իրենց դատողությամբ աննշան հարցերի շուրջ, բայց միավորված են Քրիստոսում մեծ զոհաբերության մեջ, հետևաբար պետք է սիրեն և համբերությամբ մոտենան միմյանց։ Երբ Աստված զայրացած էր Հոբի ընկերների վրա, նա նրանց հնարավորություն տվեց հաշտվել նրա հետ։ Մեր վեճերը Աստծո հետ միշտ սկսվում են մեր կողմից, բայց հաշտությունը սկսվում է նրա կողմից։ Աստծո հետ խաղաղությունը կարելի է գտնել միայն նրա ճանապարհով և նրա պայմաններով։